Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումները։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ մեր ազգային աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր խոհանոցից։ Բարեկամներ, այսօր մի լավ օր է եւ այս հաղորդումը կարծում եմ լինելու է յուրահատուկ եւ յուրահատուկ լինելու է հենց նրա համար, որ այսօր ես հյուր ունեմ եւ իմ հյուրն է երիտասարդ սկսնակ խոհարար Արմեն Ավոյանը, ով ուսանում է Տիրամայր արհեստի դպրոցում։ Ողջույն։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես Արմեն ջան։ Լավ եմ, շնորհակալություն։ Լավ ես։ Նախ օգտվել վարակից ուզում եմ շնորհավորել կանանային միանսակի կապակցությամբ բոլոր կանանց եւ աղջիկներին։ Եվ երևի թե սկսենք արդեն։ Շատ լավ, շատ լավ։ Ինչ ենք պատրաստելու, թվարկենք։ Մենք այսօր պատրաստելու ենք չանախը, զուտ հայկական Գյումրվա չանախ։ Գյումրվա չանախը, պոչով չանախը, տավարի պոչով չանախ ենք պատրաստելու։ Բաղադրիչները կարող ենք։ Բաղադրիչները սոխ, լոլիկ, կարտոֆիլ, լոբի, սիսեր, սխտոր, տապնուտերև եւ կարակ եւ չիլի։ Գնացինք, ինչ ենք անելու։ Նախնական զրույցում ասացինք, որ երկու տարբերակով ենք պատրաստելու։ Մեկը պահքի, մյուսը ուտես ժամանակաշրջանը։ Այո, քանի որ այս բանը մեծ պահքի ժամանակաշրջանը մենք այսօր կպատրաստենք համ պահքի համար, համ պահքի, որը առանց մսի եւ առանց կարակի, եւ կպատրաստենք մսով եւ կարակով այն մարդկանց համար, ովքեր որ պաշտ չեն պահում եւ սիրում են համով։ Այս ամբողջ ընթացքում մի փոքր տեղ, մի փոքր աշխատանք կարող ես վստահել ինձ, թե չես վստահում։ Իհարկե վստահում եմ։ Ես գիտեմ, սոխ կտրելն է վստահելու աստղ։ Չէ, երևի թե լոլիկը կտրեք։ Լավ, ինչպես կտրեմ լոլիկը։ Կլոր, հողագացև։ Հողագացև։ Արմեն ջան, լոլիկը կտրատեցի, սոխը ոնց որ դու կտրատեցի, կիսալուսնաձև, կտրատում ենք այդ ժամանակահատվածում ես կտրատեմ սմբուգը։ Մի քիչ պիտի աշխատել խոշոր կտրատել, չէ՞, ես այդպես եմ հիշում։ Խոշոր։ Հետո լոբին Երևի ձեռներով անենք ավելի Ձեռքերով փոքր ջերմությունը փոխանցենք Այո Սիսերը լցնենք Ես ուզում եմ հիշեմ, որ պիտի բացատրենք նաև մեր հեռուստադիտողներին շերտերի հաջորդականությունը։ Շերտերի հաջորդականությունը։ Սոխ դրեցինք։ Առաջի շերտը սոխ։ Այո։ Ահա։ Սմբուկ դրեցինք, կանաչ լոբի, սիսեր։ Սիսեր։ Հիմա մի քիչ կանաչի կճարտենք, որ Ես կարտոֆիլ եմ տեսնում, պիտի դնենք կարտոֆիլ։ Այո, բայց կանաչից հետո տնենք, որովհետեւ այդ հեշտականությունը չխախտվի։ Չխախտվի եւ կանաչու համը համ փոխանցվի բանը։ Փոխանցվի։ Լոբուն, որովհետեւ ավելի համով կլինի, համ էլ կարտոֆիլին փոխանցվի։ Նայ։ Սա էլ էսպես։ Սխտոր պիտի դնենք։ Սխտոր տնենք։ Տարածքը մաքրենք։ Լոլիկը հիմա լոլիկն եք շարում վրան։ Ես կշարեմ։ Դուք շարեք։ Ինձ համար կտրատեմ լոլիկ։ Բնական է, որ երբ ֆելուց հետո իջնելու է, չէ՞։ Իհարկե։ Լոլիկը վերջում։ Մի հատ էլ վերջում լոլիկ կդնենք, կարծում եմ, ինչ կարծիք ես։ Երևի թե։ Թող լոլիկը շատ լինի, հա։ Հյութեղ լինի։ Այո։
աղբղբեղ էլ պիտի դնենք։ Մի քանի կտոր պղբեղ, հա։ Մենք բանը նախապես պատրաստել ենք տավարի պոճը, Այո։ որպեսզի հետը տնենք, մեկ առանց պոճի կանենք։ Սա առանց պոճի պիտի անենք։ Բրենք ավելացնենք զեյթունից հետ։ Այո։ Եվ նախապես խաշված պոճը բերում, լցնում ենք բան, ավելացնում ենք Այո։ մեր կերակրատեսակի վրա։ Տավարի կամ հորթի պոչ, չէ՞, խաշված։ Այսպես պատրաստվել է դարերով, այսպես պատրաստվել է հազարամյակներով։ Տոմատի մածուկը վարան ավելացնում ենք արգանագը։ Այո, իսկ ես պիտի ջրի հետ խառնեմ, չէ՞։ Հա, դուք ջրի հետ խառնեք, որպեսզի ստացվում էր պասային կերակուրը։ Տոմատի հետ մի քիչ ես տեսնում եմ, որ ձիթայուղ էլ կա։ Այո, այո։ Այստեղ աղ պիտի դնենք մի քիչ հետը։ Վերջում կավելացնենք։ Վերջում կավելացնենք։ Վերջում կարելի է նաև այստեղ ցիտայով ավելացնել։ Եվ մի քիչ կարակ լցնենք։ Դու կարող ես կարակ լցնել, բայց ես բնականաբար Չէ, հալվել է արդեն լցվել բան է տարել։ Արմեն ջան, հիմա սա մենք պատրաստեցինք հենց ավանդական եղանակով, չէ՞։ Այո։ Սա մենք մի քիչ կարելի է սեղմել, որովհետև մեկ ընթացքում էլի նորից պիտի եփվի ու նստի։ Նորից եփվի ու նստի։ Ուղղակի ես պիտի խնդրեմ, որ դու ասես ջերմաշճանը, ջեռոցի եւ ժամանակը։ Ջերմաշճանը երևի 180 աշյանի տակ մոտավոր մի ժամիկես երևի եփվի, բայց եթե չեք շտաբում, միշկան մարման կրակի վրա եփվի, այդքան ավելի լավ կլինի։ Եվ իրականում այս ուտեստը պատրաստել են փռերի մեջ։ Այո։ Գյումրիում ասում են ֆուր, չէ՞։ Հա, Ֆուրի մեջ։ ֆուրի մեջ։ Բարեկամներ, այս գեղեցիկ ուտեստը քիչ հետո կհայտնվի այնտեղ, որտեղ լավ պիտի պատրաստվի, լավ պիտի զվարճանա եւ լավ ժպիտալի դեմքով ներկայանա մեզ։ Մենք կհանդիպենք ուղիղ կես ժամ հետո պատրաստի ուտեստով։ Այո, պատրաստվեց մեր չանախը։ Այո, չանախը պատրաստ է։ Ասեմ, որ պատահական չէ, որ ընտրել ենք հենց կավի ծամանները, որովհետև կավի ծամանի մեջ ավելի լավ է պատրաստվում եւ այդ համային բոլոր հատկանիշները ավելի լավ են։ Այո։ Վրան ավելացնում ենք կանանչի եւ կարելի ուտել։ Ասեմ, որ կան տեղեր, որտեղ մեծ ամանով են սարքում։ Մեծ ավելի մեծ չանախ են տնում, այսինքն 5 հոգու համար, 4 հոգու, 10։ Բայց տվյալ պարագայում փոքր ամաններով ավելի լավ է եւ ավելի համով է։ Սա բաժնային է ու սա 1 հոգու համար է։ Ապրես դու մի լավ տղամարդու, առողջ տղամարդու։ Ապրես դու։ Արմեն ջան, շատ ուրախ եմ եւ շատ լավ ստացվեց։ Իրոք որ լավ ստացվեց, հատկապես ուրախ եմ, որ դու քո ընտրությունը կանգ առավ հենց մեր ավանդական, ազգային ավանդական ուտեստի վրա։ Դու ունես որոշակի հղում, ցանկություն, որ մեր հեռուստատողներին կուզենայիր այդպես հաղորդել, փոխանցել։ Ես մեր հեռուստատողին մեկ կարճ կասեմ, ցանկանում եմ, որ բոլորի հնարավորություն ունեն ցանկությունները իրար հետ համընկնեն։ Խաչվեն իրար հետ, միանան։ Ապրես դու։ Բարեկամներ, մեր բոլորիս հաջողություններն ու ցանկությունները թող համահունչ միասին զարգանան։ Ես ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Արմենին, ես գեղեցիկ ուտեստները պատրաստելու համար եւ օգտվելով առիթից նաեւ ուզում եմ իմ երախտիկը հայտնել բարեկամներ Տիրամայր արհեստների
Արհեստների դպրոցի տնօրինությանը, անձամբ պարոն Մկրտչյանին եւ իհարկե ամենակարևորը Քույր Արուսյակին մեզ աջակցելու համար եւ այս լավ միջավայրը ստեղծելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, ամեն անգամ հանդիպելիս ես ուզում եմ, որ մենք իրարից բաժանենք լավ տրամադրություններով եւ ուզում եմ այդ հանդիպումները նպաստեն մեր ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ լինելուն եւ ամեն անգամ հպարտանանք հայ լինելու համար, ունենանք մի քիչ համբերություն, լինենք բարի եւ եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Չանախ, պոչ 200 գրամ, սող 70 գրամ, լոլիկ 100 գրամ, կարտոֆիլ 100 գրամ, լոբի 150 գրամ, սիսեր 150 գրամ, սխտոր 2 բջեղ, կարակ 100 գրամ, դափնուտերև, աղ, կծու պղպեղ, բարյախորշակ։